Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչու հենց որոշեցին ձերբակալել Անդրանիկ Թևանյանին, ինչու իրենց թիրախում, իշխանության թիրախում հայտնեց Անդրանիկ Թևանյանը և այդպիսի մեղադրանքով։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է և վստահորեն տեսնում է հարցումներն էլ, սոցիոլոգիական հարցումների պատասխաններն էլ վկայում են, որ ՓՊ-ին և Նիկոլին արդեն մեր քաղաքացիների զգալի մասը միայն մերժում է, անարգում է, հասկանալով, որ իշխանությունը արդեն իր ձեռքից գնում է և ինքը կանգնելու է, դավաճանի խարանը ունենալով կանգնելու է պատասխանատվության առջև, ստիպված է ամենաուժեղ իր հակառակորդներին, ընդդիմախոսներին լռեցնելու։ Որպեսզի լռեցնի, նա ընտրում է հենց այն ճանապարհը, որը ժողովրդական ասացվածքն է հիշում. ողը առաջինն է գոռում, ողին բռնեք։ Դավաճանը այս պարագայում առաջինն է գոռում, պետական դավաճանին բռնեք։ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ պետական դավաճան, և այդ մեկ պետական դավաճանը Նիկոլ Փաշինյանն է։ 2020 թվականից այս կողմ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը մտել էր բունկեր և վախենում էր դուրս գալ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակ և հանդիպել քաղաքացիների հետ, այն քաղաքացիների հետ, ում որ հենց նույն հրապարակում 2018 թվականին վստահեցնում էր, որ չի հանձնելու Արցախը, ճղճղում էր իր ճղճղան ձայնով ասում էր, որ ասում են Նիկոլին բերել են, որ Արցախը հանձնի, հողերը հանձնի, և հենց ինքն էլ այդ ժամանակ նոյեմբերի 9-ին այնքան համարձակություն չունեցավ, որ գար կանգներ Հանրապետության հրապարակում նոյեմբերի 9-ին և ասեր, թե ինչու է գաղթագողի ժողովրդի թիկունքում, առանց արցախցիների կամքը հաշվի առնելու, առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը հաշվի առնելու կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրել։ Նույն բանը արեց արդեն Պրահայում հոկտեմբերի 6-ին, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, այն պարագայում, երբ որ գոռում էր, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Նիկոլ Փաշինյանը ինքը պետական դավաճան լինելով, հստակ տեսնելով, որ Անդրանիկ Թևանյանը գիտական մարդ, գիտնական մարդ, գիտական ուղեղ ունեցող մարդ, տնտեսագիտության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հստակ առանձնացնում է այն շեշտադրումները, որոնցով պետք է թիրախավորել Նիկոլին, ճիշտ թիրախավորել Նիկոլին, և այդ ազդակները մեր քաղաքացիները տեսնում էին։ Քաղաքացիները հասկանում են նաև քաղաքական գործիչներից ով է ավելի անկեղծ, և ով է ավելի շատ քաղաքացիների խնդիրներով զբաղվում, և տեսնելով, որ կոնկրետ և Մայր Հայաստանի, և այս պարագայում որ Մայր Հայաստանը առաջարկ Հայաստանի ծրագրով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ է մասնակցում, և օրեցօր գնալով վարկանիշը ավելի է բարձրանում, փորձում է վարկաբեկել և քաղաքական ամենահզոր ընդդիմախոսներից մեկին ևս լռեցնել։ Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի տերերի, Էրդողանի և Ալիևի վախերի մասին։ Նրանք հասկանում են, որ չունենալով Նիկոլին, չեն կարողանալու Հայաստանը դարձնել արևմտյան Ադրբեջան։ Եվ Նիկոլին պահում են թուրքերը, Նիկոլը ունի ադրբեջանական աջակցություն, Նիկոլը փորձում է մանիպուլյացիոն հնարքներով քաղաքացիներին ներկայանալ շանտաժի և ագրեսիվ լեզվով, այսինքն ժողովուրդը կարծես թե կրկեսի սիրահար լինի։ Մենք պետք է նաև արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի քաղաքացիների, ընտրողների հետ հանդիպումներում չի ներկայացնում որևէ ծրագիր, չունի 2018-ից այս կողմ արած այնպիսի գործեր, որոնցով կարող է վստահորեն ներկայանալ և ասել, գիտեք սիրելի քաղաքացիներ, Արցախը այսօր ծաղկում է, մենք այսօր եռաբլուրում հազարավոր զոհեր չունենք, ռազմաքաղաքական մեր վերնախավը Արցախի այս պահին Թուրքի բանտում չէ, մենք այսօր հազարավոր տղաներ չունենք հաշմանդամ, անհետ կորածներ չունենք, Հայաստանում տնտեսական աճ է գրանցվել, արտաքին պարտքը չի գերաճ տվել և չի շատացել, մենք պարգևավճարներ չենք ստացել, Գյումրիից քայլող թափառախումբը, որի անդամները սոված թափառախմբի անդամներ էին, այսօր միլիարդատերեր չեն դոլարային, նա չի կարող այդ ամենը ասել, ստիպված է ընդամենը ընդդիմախոսներին լռեցնելով, որպեսզի Էրդողանի և Ալիևի վախերը բռնի
եւ ասի, որ դե գիտեք, ես ընդդիմախոսներին լրացնում եմ եւ փորձում եմ ստեղծել հնարավորինս շուտ արևմտյան Ադրբեջան։ Միայն թե ինձ պահեք իշխանության։ Սա է Նիկոլ Փաշինյանի այն հրահանգի պատճառը եւ հիմքը, որը նա Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հանրահավաքի ժամանակ ղժժոցով, իրեն հարիր ճղճղոցով հայտարարեց եւ ասդարարեց։ Նաեւ սարսափելի է, որ այս հրահանգով Նիկոլ Փաշինյանը ավիրում է, կազմաքանդում է իրավական պետությունը։ Իրավական պետությունում որևէ մեկը, թեկուզ երկրում ղեկավար նշանակվածը, իրավունք չունի իրավապահ համակարգին տալ հրահանգներ, այն էլ ապօրինի հրահանգներ, գնացեք մի քանի ժամվա մեջ տեսեք, թե ինչ գործեք կարելու, շուլալելու, բլանդելու, որպեսզի քաղաքական ամենաուժեղ իր ընդդիմախոսներից մեկին, ամենաառաջատար ընդդիմախոսներից մեկին լրացնելու։ Սա նշանակում է նրա վախերը արդեն իրեն թույլ չեն տալիս մտածված գործեր անելու, ցնորքի մեջ է գտնվում եւ չի էլ հասկանում, թե ինչ է խոսում։